Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Կարևոր հարցերի շուրջ այսօր խոսելու եմ պատմական գիտությունների թեկնածու ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի հետ։ Նա շատ կարևոր ասելիքով է եկել եւ եկել է մերկացնելու ճշմարտությունը։ Նրանք քուն ու հանգիստ չեն ունենա, միջև չվերացնեն հայկական պետականությունը, դա բացահայտ ցույց է տալիս, որ իրենց համար խաղաղության օրակարգը երբեք էլ գոյություն չի ունեցել։ Ամեն դեպքում ինչ է թաքնված Ալիևի նման ռազմատենչ հայտարարությունների հիմքում։ Անխուսափելի, մահաբեր, պատերազմի, աներկբա, կանխերգանք է։ Սահմանապետը պետք է Տալատ Պաշա է։ Դու ձեր հորն ու մոր գլուխը կատարվի այն նացիստներ։ Ինչ եք ուզում մեր ազգից։ Հանգիստ կտակ թե չէ Բաքուն եւ Ադրբեջանի ներկայիս տարածքների մեծամասնությունը ուտիկ, Արցախ, Փայտակարան, Նախիջևան, մեր հողերն են, մեր պատմական հայրենիքի անբաժանելի մասն են։ Մենք կվերադառնանք այդ հողերը, բայց մեքենաների вրա, դագաղների մեջ եք դուք պարկելու։ Пускай собираются, вот Ильхам Алиев знает, что в Карабах они вернутся, но не на нашей земле будут, а у себя на исторической родине, в Маньчжурии. Это ռազմավարի պուրակումը, դա նրան տունը քանդվի, բա խաղաղության օրակարգ է, այդ ինչի համար է պահում։ Ներկայիս Ադրբեջանի ղեկավար մարդիկ հա ծագումով ասկի թուրքել չեն։ Ալիևյան կլանը քրդական է։ Բաքու անձամբ Բաքու քաղաքին, ինչ որ հիմա Բաքու է կոչվում, դա Բագարան ավանն էր Բագավան տարածքում։ Իլխամ Ալիևին միայն կարելի է մաղթել, որ ինքը շուտապույտ իջնի ջահաննամը։ Բարև ձեզ, պարոն Այվազյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Այվազյան, Ալիևը շարունակում է նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին, 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները վերցրել է ձեռքը եւ ամեն օր ամենժամյա ռեժիմով փորձում է էլի վիրավորանքներ շախտալ, հայկական ամբողջ պետությունը անվանում է Ադրբեջանի պատմական հայրենիք, հասել է Սևանին, ասում է, որ հայ ժողովուրդը բերված ժողովուրդ է, նմանատիպ այդ հայտարարությունները եւ թեզերը ինչ նպատակ ունեն այսօր հատկապես։ Դե տեսեք, դա իրականության մեջ պետք է ամբողջությամբ անցալվի, որ Ադրբեջանում հակահայկականությունը իսկականից իրենց չակերտավոր 30 տարիների անկախության մեջ եւ ոչ միայն, նաեւ ինչ որ ազգային ինքնանկալման մի ձև է դարձել, այսինքն իրենց այդպես են ճանաչում նաեւ հայատյացության ճանապարհով։ Ամբողջ այդ 30 տարիների ընթացքում իրենց մոտ այդ հարցերը շահարկվում էին, հայերը փորձում են ներկայացվել ոչ որպես մարդ, հային սպանելը դա հանցանք չէ, եւ նաեւ ողջ Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ պահանջներ նրանք ունեին, իրենց դասագրքերում դպրոցական քարոզվում էր այդ մանկապարտեզի լսարաններից սկսած եւ այլն, եւ պատահական չի, որտեղ են նաեւ հնչեցվել այդ պահանջները, ուր են հնչեցվել Ադրբեջանի Հանրապետության այսպես կոչված գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի նվիրված տոնակատարության ինքը ուղղակի օրենեկել է մաթ է թափտվել եւ ասել է, որ պետական պատվերը ըստ էության 30 տարիների ընթացքում դուք չեք պատկերացնում, մեր ուշադրությունից ուղղակի շատ չենք հետևել այդ իրադարձությունների զարգացմանը։ Հսկայական հատորներով գրքեր են գրվել, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի խոսույթը զարգացնելով, ինչ որ անցքեր, ինչ որ խնդիրներ ներկայացնելով որպես ադրբեջանցիներին կոտորածներ, ցեղասպանություն, այդ տարածքները իրենց հողեր, իրենց Երևանը իրենց որպես քաղաք եւ այլն եւ այլն, այսինքն դա ամբողջ պետական մակարդակով տարվող քաղաքականություն էր, տարբեր ձևի կեղծ գիտաժողովներ, պետական հարուստ ու շռայլ ֆինանսավորմամբ այդ տարիների ընթացքում, կաշառակերություն տարբեր ձևի մասնագետներին,
քաղաքագետներին, արտասահմանյան պատմաբաններին, կարճ ասած, տարբեր ոլորտներում անբարեխիղճ մարդիկ կան, ովքեր նմանվում են հնագույն մասնագիտությանը, հնագույններից մեկը, բայց իրենց համար դա էություն է, էլի գումարի չափն է կարևոր։ Այդպես որ այդ գործունեությունը կատարվում էր անընդհատ։ Ուղղակիորեն դեռ հոր Ալիևի ժամանակ, որը նաև Հայր Ալիևը պատմական գիտությունների դոկտոր էր, էլի համատեղում էր ամբողջ այդ ամենը հանձնարարություններ էին գալիս իրենց այսպես կոչված չեղած ցեղի փնտրտուքներ կպչել ինչ որ տոպոնիմներով որոնք չեն նայում երբ են հայտնվել մենք պետք է հասկանանք որ իրենք այս կիրառական նշանակություն են տվել եւ ավելի քան 30 տարիների ընթացքում պատրաստում են իրենց նենք վրեժխնդրությունը այսպես կոչված վենդետան Եվ եթե մենք խոսում ենք ռևանշիզմի մասին, տեսեք, թե ինչքան ժամանակ նրանք պատրաստում են բոլոր ոլորտներում, զոմբիացներում Ադրբեջանի բազմազգ ժողովրդին, տարբեր մակարդակի զտումներ կատարելով քաղաքական ոլորտում, պատմագիտական ոլորտում, շատ ոլորտներում ուղղակի ամայացնելով դաշտը, որտեղ որ հնարավոր լրատվական դաշտ, որտեղ որ հնարավոր էր իրենց բարբաջանքից զատ ինչ որ ճշմարտության ծիլեր պարունակող բառ լսել։ Այդպես որ դա երկար տարիների աշխատանք է եւ իհարկե նրանք չէին պատրաստում Արցախը ժամանակավորապես օկուպացնելով դադարեցնել։ Նրանք քուն ու հանգիստ չեն ունենա, միջև չվերացնեն հայկական պետականությունը։ Դա բացահայտ ցույց է տալիս, որ իրենց համար խաղաղության օրակարգը երբեք էլ գոյություն չի ունեցել։ Երբեք էլ մտադրությունների մեջ չի մտել։ Տարածքային նկրտումները հայ ժողովրդի իրանք հեքիաթներ են պատմում նոր Ալիևը ասեց էլի դա ցույց է տալիս եւս մեկ անգամ ինչքան ինքը արժևորում է եւ կարեւորում է Վաշինգտոնյան ոչինչ չասող հայտարարությունը բարիս բուն իմաստով ոչինչ չասող եւ ոչ մի իրավական հիմք չունեցող նաեւ այն պարագայում որ ԱՄՆ նախագահան այնտեղ որպես դիտորդ էր հանդիսանում որ ԱՄՆ նախագահի համար Ալբանիան ու Արմենիան նույն բանն է որ ինքը անգամ չի հիշում այն մարդկանց ում հետ այդ թղթի տակ ստորագրել է անձամբ չի հիշում այդպես որ մենք պետք է սթափվենք եւ հասկանանք որ նաեւ այս կարեւորագույն բարդագույն հարցում մենք միայն մեզ վրա պետք է հույսը դնենք միայն մեզ վրա կարող ենք համադրել շահերը տարբեր ուժային կենտրոնների հետ, բայց դրա համար հմտություն է պետք, դա դիլետանտների հարց չի, ցանկացած մասնագիտության մեջ, ցանկացածի վերծված, լրագրողությունից վերծված, գիտությունը վերծված եւ այլն, հողագործությունը, բարձր մակարդակի մասնագետներ պետք է զբաղվեն, որպես ինչ որ շոշափելի արդյունք արձանագրենք, դիլետանտների ժամանակը չէ։ Մենք լրջագույն մարտահրավերի առջև ենք գտնվում տեսեք ինչ զուգատիպությամբ ինքը նորից կանգնեց ու ասեց անում եք կեղծում եք պատմությունը բայց քիչ եք անում պատմաբաններին ասեց եւ նաեւ Հայր Ալիևը ասեց որ ինչքան որ հնարավոր է իրենց բազմաթիվ հանրային ելույթներով ասում էին որ դա այսքան ներկայիս Հայաստան այդ թվում իրենց հողերն են որ նրանք կվերադառնան այստեղ եւ այլն հայերին տենց էլ շարունակում են անվանել հրճվել որ Պարսկաստանից բերել են ու Անատոլիայից բերել են այդ նրանց մասին թող հիշեն նրանք ընդամենը այդ ադրբեջանցի թուրքերը նրանց մեծամասնությունը 19-րդ դարի կեսից աթխոդնիկ գաստարբայտերներ են որոնք տեղափոխվել են այն տարածքներ որտեղ հիմա գտնվում է Ադրբեջանը այդ տարածքները բնիկ հայկական հողեր են դուք այնտեղի տոպոնիմիկան նայեք հա տեղանունները նայեք այս անգամ որտեղ մայրաքաղաք է գտնվում նրանք Բաքուն եւ Ադրբեջանի ներկայիս տարածքների մեծամասնությունը Ուտիկ Արցախ Փայտակարան, Նախիջևան, մեր հողերն են, մեր պատմական հայրենիքի անբաժանելի մասն են։ Առաջին հերթին, ինչ վերաբերում է Բաքու, անձամբ Բաքու քաղաքին, ինչ որ հիմա Բաքու է կոչվում, դա Բագարան ավանն էր Բագավան տարածքում։
ավելի ճիշտ կլինի դա հարկական եւ հող եւ քաղաք անվաներ։ Եթե չպետք է հիշենք ինչ ժամանակահատվածներում հայ բնակչությունը, քրիստոնյա բնակչությունը եւ այլոք դերակատարություն են ունեցել Բաքվի կայացման, նավթարդյունաբերության զարգացման, ճարտարագիտության, այդ թուրքերը ինչ ունեն այնտեղ, անգամ մուհանը նրանցը չի։ Ոչ հողը, ոչ ջուրը, իրենք մորեխ են, այդ թուրք նացիստները մորեխ են, որոնք չեն հանգստանա մինչև այդ հողերի իրական տերերին եւ նրանց մասին հիշեցնող ցանկացած հուշարձանին վերջը չտան։ Բաքվի բնիկ բնակչության էական մասը եղել են հայերը, նախքան թուրքերի ներգաղթ այդ տարածքները, հայերը եւ այսպես կոչված թաթերը, պարսկալեզու ժողովուրդ, շրվանցիներ այսպես ձևավորվենք։ Թուրքերը այնտեղ ընդհանրապես ոչ ոք են, ինչ ադրբեջանական հողերի մասին։ Հիմա Ադրբեջանը ըստ էության սեփական ծագումը չհարգող, ոչ մի սրբություն չունեցող խունտայի կողմից գրաված մի երկիր է։ Նաև բնիկ ժողովուրդները, Ադրբեջանի բնիկները չակերտավոր սպիտակ, որովհետև ցեղասպանության մեջ ոչ մի սպիտակ էլ չի կարող լինել, ցեղասպանության են ենթարկում։ Ադրբեջանի բազմազգ ժողովուրդը այդ Ադրբեջանում իշխող ավտորիտար խունտայի կողմից կեղեքվող եւ ոչնչացվող մարդիկ են, նրանք այդ խունտան Ադրբեջանում ուղղակի թշնամի է ոչ միայն հայ ժողովրդի տարածաշրջանային խաղաղության մտքին անգամ, նրանք թշնամի են Ադրբեջանի բազմազգ ժողովրդի առաջին հերթին եւ նրանք երբեք թույլ չեն տա, որ այստեղ խաղաղություն լինի, որովհետեւ միայն լարվածության մեջ են տեսնում իրենց ռեժիմի հարատևությունը, շարունակականությունը։ Մենք գիտենք, չէ՞ որ ներկայիս Ադրբեջանի ղեկավար մարդիկ հա ծագումով ասկի թուրք էլ չեն։ Ալիևյան կլանը քրդական է։ Այդ Քուրդերբաջան է դա թե Ադրբեջան եւ Ադրբեջանը այդ անվանումը այդ տեղանվանման հետ կապ չունի եւ նաեւ իրենք ոչ թե իրենք իրականության մեջ ոչ ազգություն ոչ ծագում ունեն որովհետեւ Իլհամ Ալիևը լինելով ծագումով քուրդ ինչ լավ բան է քրդերի համար արել ոչ մի լավ բան բացի կեղեքելով ամբողջ երկիրը իր կլանով եւ ուրեմն մենք պետք է հասկանանք որ մենք գործ ունենք անհայրենիք ազգություն չունեցող տականք նացիստների մի խմբին, որոնց համար ոչ մի սրբություն գոյություն չունի, բացի դրանից, որ լցնեն սեփական գրբանները։ Նրանք ուղղակիորեն գնում են ու գիտությունների ակադեմիայում հանձնարարական են տալիս, թե պետք է շարունակեք կեղծել, որպեսզի դա հիմք դառնա նաև մեր հետագա էքսպանսիայի համար, հիմնավորում։ Եվ այլն, տենց բացահայտացում ակ, զուգահեռաբար, օրինակի համար, տեսեք, Ադրբեջանի գորշ կարդիրան ներքաղաքական հարցում իրենց մոտ նույնպես անհաշտ է իրավիճակը։ Ադրբեջանի գորշ կարդինալ համարվող, հա, Ռամիլ Մեխտիևը, Գելդար Ալիևի մտերիմ ընկերը, այդ օրերին նրան մեղադրում են պետական դավաճանության մեջ։ Եվ փորձում են ձև ներկայացնել, որ իբրև թե նրանք տեղեկությունները այնտեղից, այստեղից, այնտեղից են ստացել։ Իրականության մեջ հիմնականում դա ներկլանային հակամարտություն է, հակասություն է։ Փորձ է ցույց տված, որ ահա իրենց դեմ խաղ չկա եւ եթե ինչ որ մեկը ինչ որտեղ ինչ որ բան անի, իրենց տեղյակ կպահեն։ Իրենք իրենց հարևանների հետ առանձնապես տենց էլ չէ կարելի ասել, որ միանշանակ լավարկել են հարաբերությունները։ Այս խնդիրները միշտ էլ կմնան եւ Պարսկաստանի հարավի հետ, եւ Հյուսիսի հետ Ռուսաստանի եւ ոչ միայն։ Դե չեմ էլ ասում Հայաստանի մասին, որի գոյությունը անգամ իրենց համար անհանդուրժելի է։ Տեսեք ինչ ֆոնի վրա է դա կատարվում, նրան կոպիտ հանձնարարությունը։ Դա նաեւ ռազմական շքերթի օրերին իրենք ռազմական շքերթ են անում, պատկերացնում եք, տոնելով այսպես կոչված մեծ ադրբեջանցիների համար մեծ հայրենական պատերազմում հաղթանակի օրը, այսինքն Արցախի գրավումը, հեգնելով այդ Իլհամ Ալիևը, այս ուղղակի ինքը մարդ չի, կենթանի էլ անվանել է նրա դա կենթանիների վիրավորված կլինեմ, անգամ եթե ոչխար ասես կամ ավանակ, չէ, դի ավանակների եւ ոչխարների վիրավորումը, ինքը ուղղակի կեղտոտ նացիստ է։ Ինչ լեզվով է հասկանում նա։
Ինքը միայն ուժի լեզվով է իրականության մեջ հասկանում։ Տեսեք ինչ ասում է հայերը ուզում են, չէ, ասում է հիմա խմում են ադրբեջանական թելի ու հայկական տանկերը ասում են, չէ, որ կվերադառնան, այսինքն կմտնեն Բաքու։ Հիմա ռազմավարի պուրակում, այդ ռազմավարի պուրակումը դա նրան տունը քանդվի, բա խաղաղության օրակարգ է։ Այդ ինչի համար է պահում։ Այդ ինչի համար, ում համար է պահում, այդ ինչա քարոզում։ Էդի խաղաղ գոյատևման քարոզի ակնարկ է արդյոք։ Արդյոք դա այդպես է։ Ամեն դեպքում ինչ է թաքնված Ալիևի նման ռազմատենչ հայտարարությունների հիմքում։ Անխուսափելի, մահաբեր, պատերազմի, աներկբա կանխերգանք է։ Իսկապես։ Այո, այդպես եւ մենք չպետք է թուլանանք եւ կեղծ կատեգորիաներով ապրենք։ Դա ուղղակիորեն մեզ հայտարարում են նրանք։ Ալիևը ուղղակիորեն դա հայտարարում է իրեն ամբողջ վարքով, բարապաշարով, իրեն վարչակազմի գործողություններով։ Տեսել եք այդ ռազմաշքերթի ճակետավոր բացի հյուրերից Թուրքիայի նախագահան, հա, Պակիստանի նախագահան, իբրև թե լավարկել ենք մենք Պակիստանի հետ հարաբերությունները։ Նաև Ռամիլ Սաֆարովի ուրբականը ինչ որ տեղեր են տեղ, հա, տեսել եք, ում են հերոսացնում, այսինքն հայի գլուխը կտրողներին, ինչ որ էլի ինչ որ մեկը, ինչպես ասում են, հատուկ ջոկատայինը Իլխամ Ալիևի մոտակայքում ֆռֆռում էր, որ հայ թոշակայուրուի գլուխը կտրեց ու իցույց էր դնում։ Դա է խաղաղության օրակարգի նոր սերնդի դրան պատրաստման, ինչ որ Ալիևը չի ասել, ինքը իրեն մեջ բերելով, որովհետև շիզոֆրենիկ է ինքը իրեն մեջ է բերում, կարծես թե ինչ որ խելացի բան է ասել, հələ իրեն էլ մեջ է բերում։ Ասում են, դե ես չէ որ ասում եմ, որ մենք կվերադառնանք այդ հողերը, բայց մեքենաների վրա, դագաղների մեջ եք դուք պարկելու, ոչ միայն այդ հողերում, այլ ավելի ճիշտ կլինի, որ դուք հուղավոր, որ ձեզ թաղեն այն հողում, որտեղ որ ծնել է ձեր ցեղը, նացիստ տեսակը։ Դա Մանջուրիան է, դրա համար ասում ենք, Հյուսիսային Կորեայի եւ Չինաստանի հետ պետք է բանակցությունները վարենք, որ իրենց բաստարդին, որ իրենց եթեին Ֆրանկենշտեյն թուրք նացիստներին հավքեն ու հայդայ մեր հողերից։ Их земель в нашем регионе нет. Пускай собираются, вот Ильхам Алиев знает, что в Карабах они вернутся, но не на нашей земле будут, а у себя на исторической родине, в Маньчжурии. Պարոն Այվազյան, ինչ է ստացվում։ Վաշինգտոնում տեղի ունեցած այդ գործընթացը մի խոսքով ոչ թե հակամարտության կարգավորման փորձ էր, այլ Ալիևին ներշնչեց նոր ագրեսիայի, sense ոգեղենություն։ Սկսեց մատ թափտալ, հայ հասարակությանը անվանեց հիմար, հիվանդը ինքն է, էլի, գիտեք, հիվանդ գլխից փորձում է դնել առողջ գլխի վրա, ամբողջ ազգը վիրավորում է, սրբությունները վիրավորում, իրեն հանձնարարականով, KGB-ի նախկին աշխատող, Պաշազադեն, Ալլահ շուքուր Պաշազադեն, որը իրեն ներկայացնում է իբրև թե Ադրբեջանի հավատացյալների ներկայացուցիչ։ Այն պարագայում, երբ որ Կովկասի, այո, այդ պարագայում, երբ որ Ադրբեջանում հավատացյալները ուղղակիորեն ենթարկվում են բռնաճնշումներին, բանտերն են նետվում, պետական հեղաշրջման համար մեղադրվում են, հիմա Նարդարանի մոտակայքում, որտեղ որ Աբշերոնյան թերակղզու անհնազանդ բնիկների իրավահաջորդներն են, ժառանգերն են ապրում։ Հիմա Ադրբեջանի ռեժիմը որոշեց ամենամեծ կազինոն բացել, էլի, դե տենց շռնդալից ապտակներ է հասնում, եւ աճ, եւ ձախ, բոլորին ասենք թե։ Իրենք են խոսում, շարունակում խոսել, պնդել ինչ որ Զանգեզուրյան Միջանսկի մասին։ Շարունակում են դա այն պարագայում, որ ընդհանրապես եթե խոսք է գնում դրա մասին, դա ոչ թե եւ նաեւ գիտենք, որ զուգահեռաբար կառուցում են Իգդիրի միջոցով ճանապարհ, Կարս Իգդիր, նրանք չեն պատրաստում Հայաստանը որպես խաղաղության խաչմերուկ օգտագործեն եւ նաեւ հայկական ենթակոմունիկացիաները Հայաստանը, որ կարողանա Ադրբեջանի տարածքով ազատ ելումուտ ապրանքներ եւ այլն լինեն։ Նրանք դրան չեն պատրաստում, նրանք չեն պատրաստում Հայաստանը
շրջափակման ճրաններից դուրս թողնել երբեք եւ նաեւ փոխարենը մենք խոսենք այսպես կոչված Նախիջևանյան Միջանցքի մասին եւ եւս մեկ անգամ ասում եմ այն պարագայում 1936 թվականին մեծամասամբ Պարսկաստան Թուրքիա գործարքի պատճառով ստեղծվեց Թուրքիայի ու Նախիջևանի միջև սահմանը, այդ տարածքները մտնում են Պարսկաստանի մեջ։ Պարսկաստանը զիջեց եւ մեզ համար գլխացավանք դարձավ այդ այսպես կոչված Զանգեզուրի Միջանցքի հարցը։ Շարունակում են այսպես կոչված արտասահմանյան ԶԼՄ-ներում խոսել բան Զանգեզուրի Միջանցքի Ադրբեջանի կողմից ֆինանսավորող եւ ԶԼՄ-ների կողմից հոդվածները, վճարված հոդվածներն են տպում եւ շարունակում են խոսել 32 կիլոմետրի մասով։ Պատկերացնում եք, դա հատուկ է արվում։ Բոլորը գիտեն, որ այնտեղ 32 առանց դա էլ շատ չի, բայց 32 չի, 45 է։ Ցանկ ամեն մի քայլափոխին ինքը ուղիղ ասում է։ Ինքը չպետք է ասի, որ թուրքերը Հայաստան, ասում է Հայաստանի ժողովուրդը, ասում է Ժողջան ասում է Ալիևը։ Դուք չպետք է վախենաք, որ ադրբեջանցիները գան Հայաստան։ Ոչ մի վտանգ չեն ներկայացնում։ Վտանգ չէ, որպեսզի հայերը վտանգ չներկայացնեն ադրբեջանցի թուրքերի համար, իրանք պատրաստ են զորքեր մտցնեն Հայաստան։ 300,000 Իրենք պետք է մտածեն, որ Բաքուն պետք է թույլ տա 3 միլիոն բնիկ հայությանը վերադառնա այդ տարածքները, վերատիրանա իրենց պապենական հողերին, տիրությունը անի պատմամշակութային ժառանգությանը, այդ մարդկանց անվտանգությունը պետք է ապահովվի, փոխհատուցումը, տարածքային, ֆինանսական փոխհատուցում պետք է, $100 միլիարդ ավելի միայն անշարժ գույք է, չեմ էլ խոսում արդեն բարոյական վնասի, տարածքային վնասի մասին, Գարդման աշխարհը օկուպացված է, հյուսիսային Արցախը, Նախիջևանը օկուպացված է, մնացած հողերը, ներկայիս Ադրբեջանը, նրանք ասում են արևմտյան Ադրբեջան, մենք պետք է իրերը կոչենք մեր անուններ, իսկական անուններով, ներկայիս Ադրբեջանը ավելի ճիշտ կլիներ անվանել ծայր հյուսիս-արևելյան Հայաստան, միայն այդպես, իրենք ասում են Երևան, մենք էլ պետք է ասենք Կոնստանտինոպոլ ասենք, թե Բագարան ասենք, ոչ թե Բաքու, իսկ իրենց պետք է ասենք թուրք, մեր իրավունքն է դա ասել, որովհետև նրանք թուրք են, մեծամասամբ, գաղթական, հավաքված հյուսիսային Պարսկաստանից, նախնիները Միջին Ասիայով քոչել են, եկել են Մանջուրիայից, մի ժամանակ կանգ արել Միջին Ասիայում, հետո ներխուժել Պարսկաստան, ճանապարհին կոտորելով, ոչնչացնելով, սպանելով, բռնավարելով, ավերելով, ուրիշ բանեն ընդունակ չեն նրանք։ Ստեղծագործական որևէ ջիղ չկա, բացի դրանից, որ ուրիշի հողը, պատմությունը յուրացնել եւ այլն։ Իրենք ատելություն են քարոզում։ Դուք տեսեք, հիմա ասում են, ես ձեզ ասում եմ, բացեք, լայն բացեք աչքերը, տեսեք, արդյոք նվազեց ադրբեջանական էլեկտրոնային ԶԼՄ-ներում, այլուր, սոցցանցերում, ատելության քարոզը բոլոր հայերի, մեր ազգի վիրավորելը տարբեր մակարդակներով, սպառնալը, մի վարկյան դադարեց այդ ալիքը, դրա աստիճանը պակասեց, բնավ բոլորս տեսնում ենք, չէ՞ որ նրանք ոչ մի խաղաղության չեն պատրաստում։ Ընդհակառակը գազազած կատաղած սպասում են երբ են կարողանալու հայկական պետականության դագաղի մեջ վերջին մեխը խփել։ Երբ կարելի է ես պատասխանեմ, երբեք իրենք քանի դեռ այս տարածաշրջանում գոյություն ունի ֆաշիստական Ադրբեջանը նացիստական գաղափարախոսությամբ, քանի ինքը չի ջնջվել այստեղից, խաղաղության տարածաշրջանում եւ անվտանգություն չի կարող լինել։ Դա սպառնալիք է բնիկ ժողովուրդներին, Պարսկաստանի, Վրաստանի, Հայաստանի նույնպես գոյութենական հարց է։ Նրանք երբեք ոչ մի յոտայով, ինչպես Ալիևը ասեց, հետ չեն կանգնելու։ Հիմա էլ ինքը ցույց է տալիս լկտիության, բռիության, անտակտության, անասնական բնազդների բարձրագույն մակարդակը, ատահասության, այդ մարդը արդեն 63 տարին բոլոր էլ արդեն գերեզմանատանը նրան դնում են բացակայություններ,
Ինքը միջև հիմա ինչ որ փողոցային քուչու մարդու պես է խոսում։ Ում հետ ենք խոսում։ Նրանք կրթվածության վրա, այսինքն գիմոյում գնված դիպլոմով իր պապայի հայրիկի կապերով, հա, KGB-ի գեներալի կապերով ձեռք բերված։ Հենա ասում է Ադրբեջանում մեղադրում է այսինչ բաների մեջ, որ օկուպացվել են, որ այսինչ իրեն հայրը, իսկ եթե այս իրենց մոտեցամբ ինքը ինչ էր ասում, որ հա օկուպացրել են, հայերին ինչ են արել, պրեֆերենցիա են տվել եւ այլն։ Բա իրեն հայրը հարազատ։ Ամեն օրեք տնգում է ուր մտնում է տնգում է հոր բանը, արձանը։ Ուրիշ բան տնգելու չունի, էլի։ Գոնե գնար ինչ որ տնգեր բանը, Մեհրիբանի մոտ, նկատի ունեմ ծաղիկ նրան աչքերի առջև։ Գոնե ուրախացներ մի անգամ, կնիկ արդեն մոռացել է ինչ է նշանակում ծաղիկ տեսնելը։ Ինքն էլ հորը բանը, արձաններ է տնգում ամեն օրիկ։ Եվ ինչ, այն հորը, որը կալաբարանտեն, ըստ իրեն ասույթի, հա, ասում է, օկուպացրել է խորհրդային միությունը Ադրբեջանը, հա, անկախություն է կորցրել, եւ այլն, բա այդ Նախիջևանը, բա Արցախը, ինչ գործ ունի Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանը ընդհանրապես այդ հորինվածքը ինչ գործ ունի հարավային Կովկասի տարածքում։ Ադրբեջանցի ազգ ցնդաբանության արդյունք է, որ դա այդպիսի ազգոյություն չունի։ Այդ հորինվածքը շրջանառության մեջ է դրվել 1936-37 թվականի խորհրդային սահմանադրության փոփոխությունների համատեքստում շրջանառության մեջ է դրվել։ Իրենք մոտ գրքեր են թուրք դիլի եւ այլն, միջև այդ ժամանակահատվածը ադրբեջանցի հիշատակում չի եղել։ Լենինը իր գրքերում դրանց անվանում է Կովկասի թաթարներ։ Ոչ միայն, դա գիտության մեջ ընդունված էր եւ այլն, ես կասեի իրենք էլ միջև հիմա իրենց, գիտեք, իրենք հայերի հանդեպ նաեւ ինչից է սնվում նրանց բնազդային ատելությունը։ Նաեւ թերարժեքության ազգային մակարդակին բարձրացված այդ զգացողությունից։ Իրենք ինչ որ դե ասում եմ, էլի Կասպից ծովը նրանք են ստեղծել, դե մատներով փորելով, արդյունքներով լացելով Կասպից ծովը նրանք են ստեղծվել։ Ամեն ինչը նրանք են արել։ Լուսինը առաջին անգամ նրանք են գնացել, Ամերիկան հայտնագործել են նրանք, Կրեմլը հիմնադրեց Ալի Քերեմլին եւ այլն։ Դե հասկանում եք, դե ինչ մակարդակի է ասում, ամբողջ աշխարհը գիտի ասում են դա։ Վերջերս պիտի շնորհավորեմ ադրբեջանցիներին, նրանք հաղթանակ են արձանագրել քոչվորների միջազգային խաղի ժամանակ առաջին տեղերից մեկն են գրավել, դրա կապակցությամբ կարելի է շնորհավորել, այո, քոչվորներին այդպես հարիր վարք են դրսևորում նրանք եւ մենք էլ պետք է հասկանում ենք մեծ ցանկությունից չկախված կարծում եմ ավելի քան հայկական կողմը կառուցողական լինել ուղղակի անհնար է ուղղակիորեն անհնար է բայց դիմացինի կողմից թե ինչ է գալիս դուք ասում եք ինչին է պատրաստում ինքը չի փոխել ոչ մի բան չեք հիշում երբ որ դուրս ա եկել այդ չարաբաստիկ թղթի տակ թքելով ըստ էության, որովհետև գնալով դեսպանության մեջ ինքը միանգամից դրժեց բոլոր գրառածները, խոսելով դուք գիտեք չէ որ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի համայնքը պետական բյուջեից է ծնվում եւ նրանց շենքը, հանձնարարությունները տալիս են, աշխատավարձ են տալիս, պետական մոտեցում է։ Այսինքն իրենք դադարել են այդ ուղղությամբ աշխատել։ Չեն դադարել, չէ, որ գնացել է, ասեց առաջին, դե Հայաստանը պիտի փոխի սահմանադրությունը։ Դա Հայաստանի ներքին գործերի միջամտության փորձ չի։ Իհարկե։ Պարոն Այվազյան, մենք այսօր իրավական մասով միթե չենք կարողանում լիարժեք եւ օրինական ձևով դրանց իրենց տեղը ցույց տալ եւ օրինական փաստերով հարցի կարգավորման հասնենք։ Դե տեսեք, մենք պետք է հետևողական օրեն աշխատենք այդ ուղղությամբ, առաջին հերթին մենք պետք է իմանանք որն է մեր հայրենիքը, որն է մեր ազգային նպատակը։ Ասենք թե մենք պետք է առաջ տանենք Ադրբեջանում հայերի ցեղասպանության ճանաչման հարցը 88-ից 92 թվականներին այդ թվում։ Արցախը հայության հանդեպ ցեղասպանական գործողությանը։ Արցախի մենք պետք է մենք ինչպես կարող ենք չեզոքացնել ու պատասխանել նրանք։
նրանց հենց այդ գործողություններով իմանալով Ադրբեջանի նացիստական ռեժիմի աքելեսյան գարշապարը պետք է խփենք այդ ուղղությամբ Ադրբեջանը հայության խնդիրը անընդհատ բարձրացնենք օժադակենք տարբեր գործիչներին եւ կառույցներին Չանանչենք Ադրբեջանը հայության ցեղասպանությունը պաշտոնապես բարձրացնենք արդար փոխհատուցման եւ վերադարձի իրավունքների մասին խնդիրը Արցախը հայության վտարանդի կառավարության համակողմանի աջակցություն պետք է ցուցաբերենք եւ նաեւ չմտածենք իրենք ունեն արդեն իրենց դեսպանությունը այնտեղ եւ այլն այսինքն դա կա առանձին հատկացնելու իմաստ չկա Դրանով մենք ոչ թե պատերազմ ենք հրահարում, այլ ընդամենը փորձում ենք չեզոքացնել եւ հավասարակշռել ադրբեջանական նկարտումներ։ Ադրբեջանը ավելի քան 20000 քառակուսի կիլոմետր Հայաստանի հանդեպ տարածքային պահանջ ունի, որը իրենց սահմանադրության մեջ ամրագրված է։ Իրենք են միջամտում մեր սահմանադրությունը փոխելու հարցում։ Իրենք լիակատար դրժում են խորհրդային ժամանակահատվածը եւ բոլոր իրավական եւ քաղաքական որոշումները ընդունված խորհրդային ժամանակահատվածում ըստ իրենց սահմանադրության եւ օրենսդրության։ Ուրեմն մենք պետք եթե այդպես է, ապա իրենք պետք է հասկանան, որ եւ ոչ Արցախը նրանցը չի, ոչ Նախիջևանը մի անգամ նրանց չի պատկանում, ոչ Գարդման աշխարհը։ Այդ միանգամից նրանք դրանից հրաժարվում են։ Ոչ իրավական, ոչ մի իրավունք չունեն, որովհետեւ երկու բռնապետական, ռեժիմներին քեմալական Թուրքիայի եւ բոլշևիկյան Ռուսաստանի միջև են թողերը բաժանվել։ Ընդ որում երկու կողմերից, այսինքն ըստ էության բոլշևիկների դեմ եւ այդ թվում նաեւ կարմիր դրոշը վերցրած Ադրբեջանի թուրք նացիստների դեմ ենք պայքարել եւ Թուրքիայի քեմալական ուժերի, Կազիմ Կարաբեկիր Պաշայի եւ այլն։ Միանգամից երկու կողմից հարձակվել են մեր վրա եւ նաեւ մյուս կողմից Վրաստանը ռազմակալեց մեր հյուսիսային սահմանները։ Այդ նույն ժամանակ այդ պայմաններում Հայաստանը փաստորցիորեն զրկվեց իր անկախությունից եւ այդ տարածքները այս ճանապարհով հայտնվել են Թուրքիայի տարածքում օկուպացված։ Կարսի մասին է խոսքը եւ այլն, Սուրմալուի բանի ենթաշրջանի եւ նաեւ Արցախի Նախիջևանի հարցը։ Այդպես է լուծվել։ Եթե դրանից էլ թող պետք է հրաժարվեն։ Պետք է հրաժարվեն դրանց օրինական փաստեր ունեն։ Այո, պետք է հրաժարվեն, պետք է հրաժարվեն իրենց պետության անվանումից։ Պետք է այդ պետությունը չպիտի կոչվի Ադրբեջան։ 18 թվականից է կոչվում Ադրբեջան։ Ինքը չպիտի կոչվի Ադրբեջան։ Ոչ է ժողովուրդը Ադրբեջան։ Երբ որ ժամանակ ինչու մենք այդ փաստերը չենք ակնարկում գոնե։ Այս հարցերի ոչ միայն ակնարկումը եւ արծարծումը, այլ առաջնային պլանին մղվելը բխում է մեր անվտանգությունից, իրականության պետական շահերից եւս մեկ անգամ արցախցիների Արցախի պետականության նաեւ վերականգնման հարցի բարձրացումը կամ չարգելումը դա ոչ թե կգրգռի ադրբեջանական կողմի ագրեսիային, այլ ընդհակառակը չեք տեսնում, որ չնայած որ մենք ոչ մի հարց չենք բարձրացնում պաշտոնական համենայն դեպս մակարդակում, Ադրբեջանը շարունակվում է անհիմն տարածքային պահանջներ, բնակչության այսպես կոչված վերադարձ։ Իլխամ Ալիևին ինչ կարելի է ասել։ Իլխամ Ալիևին միայն կարելի է մաղթել, որ ինքը շուտապույտ իջնի ջահեննամը, Որովհետև թող մտածի, ասում եմ, Բաքվեցի հայերի վերադարձի մասին, անվտանգության ապահովման, արցախցիների տեսեք ինչ են արել, վերջերս քարտեզ են հրապարակել Ստեփանակերտի, փողոցների վերանվանման մեջ Թալատ Պաշայի անունն են դրել։ Այս խփնված խփոթուրք նացիստներն էլ ասում են դե որ բացենք սահմանը նույն սահմանապետը պետք է Թալատ Պաշայի։ Դու ձեր հորն ու մոր գլուխը կատարվի այլ նացիստներ ինչ եք ուզում մեր ազգից հանգիստ կտակ թե չէ։ Մենք էլ պետք է հիշենք, որ մեզ համար Սոլոմոն Թեյլերյանն է Հերոս, պետք է մեր անցակետը այդ անունով դնել, որ թուրք շունը չմոռանա իր տեղը։ Նաև թե ինչով է վերջանում։ Մենք
Ռևանշիստ չենք, Հայաստանում ռևանշիզմ գոյություն չունի։ Իսկ պատմական արդարության վերականգնումը մեր յուրաքանչյուրի սրբազան պարտքն է, նաև ձեզ ասեմ մեր անվտանգությունից ելնելով ինքնապահպանության բնազդից։ Մենք պետք է դա գործարկենք եւ դա պետք է արվի։ Այդպես որ բարձրացնելով այդ հարցը մենք ոչ թե գրգռում ենք թշնամուն, այլ ընդամենը չեզոքացնում ենք նրան, այնպես ասում են, սողացող ագրեսիան, որոշ չափով փորձում ենք հակակշիռ ստեղծել։ Մենք դա պետք է գիտակցենք։ Ադրբեջանի ղեկավարության համար հայատյացության բոցերը, պահպանելով տակ, ուրիշ ճանապարհ չկա սեփական իշխանությունը երկարաձգելու, այդպես որ սին են ցանկացած այդպիսի պատրանքները եւ վաղ թե ուշ մենք ստիպված ենք լինելու առերեսվել դաժան իրականության հետ։ Իսկ եթե մենք ուզում ենք պահպանել մեր պետականությունը, մեր հողում ազատ ու անկախ ապրելու օրինական եւ բնական իրավունքը, պետք է պատրաստ լինենք իմանալով մեր թշնամու իրական դեմքը, իմանալով, որ Հայաստանի իրական տարածքային ամբողջականությունը եւ այլն, որին մենք հիմա չենք ձգտում վերականգնել, ուժել չունենք հիմա, բայց մեզ համար պետք է հասկանալի լինի, որ դա ասենք թե մոտ 3 միլիոն քառակուսի կիլոմետր է։ Պետք է դա հասկանանք, որից միջուկային մասը Հայաստանի 400,000 քառակուսի կիլոմետրից ավել է, որ Բաքուն հայկական քաղաք է, որ Արցախը հայկական հող է, որ Ղարաբաղ անունը դա ադրբեջանցի թուրքերի մենաշնորհը չի, բայց դա ավելի ուշ եկած անվանում է եւ Ղարաբաղի տակ մենք հասկանում ենք եւ այսպես կոչված Դաշտային Ղարաբաղը եւ Լեռնային Ղարաբաղը, այլ կերպ ասած Արցախն ու Ուտիկ նահանգները եւ նաեւ Սյունիքի նահանգի մի մասը տենց, եթե այս տարածքային եւ անվանական տարածքների հետ խնդիրը բավականաչափ նուրբ է, իզուր չէ որ Ադրբեջանը շահարկում է Սևանի ավազանի մասին խոսակցությունը, Զանգեզուրի մասին ասելով չվախենալով ասելով որ դա նրանց հողն է, որովհետեւ ժամանակին այսպես կոչված Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը հայտարարեց ողջ Ելիզավետպոլի մարզը իրեն մաս, իսկ Ելիզավետպոլի մարզի մեջ մտնում են եւ Տաուշը, եւ Սևանի ավազանի արևելքը, եւ ներկայիս Զանգեզուրը։ Իզուր չէ որ երբ որ նրանք գրավել են Արցախի հողերը, նրանք վերանվանել են այդ տարածքները արևելյան Զանգեզուր։ Դա բոլորովին ու բնավ չի հուշում, որ նրանք մտադիր են կանգ առնել, միջև նրանց չկանգնեցնել։ Իսկ ինչ կարող է նրանց կանգնեցնել։ Մենք պետք է դադարենք ներազգային ատելության սերմանումը ու քարոզը։ Մենք շուրջ բոլորը այդքան խնդիրներ ունենք, այդքան մեզ ատողներ ունենք, որ այսպես կոչված մենք պետք է ուշադրություն դրան ոչ թե մեկը մյուսից նվաստացնենք եւ այլն։ Ես գիտեմ եւ գիտեմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը դա գիտի, որ Հայաստանը մեր հայրենիքն է, Արարատը մեր սրտում է, վերջին հանգրվանն է, որտեղ որ մենք կարող ենք արժանապատիվ ապրել եւ Հայաստանը ամեն ինչից վեր է, մեր գործը արդար է, հաղթանակ մեզ մահ մեր թշնամիներին, այդպես որ այս հայրենական պատերազմում մենք դեռ հաղթելու ենք, մենք դրա ընթացքի մեջ է, առաջի անգամը չէ, որ Հայաստանը հառնում էր ինչպես Փյունիկ, այս անգամ չեմ կասկածում, որ նույնը կլինի։ Շնորհակալ եմ պարոն Այվազյան, որ այսօր այստեղ եք եւ ներկայացրեցիք ձեր հետաքրքիր տեսակետները։ Շնորհակալություն հրավերի համար եւ եւս մեկ անգամ ասեմ, Արցախը եւ մեր պատմական հողերը մեզ համար հուշ են անցյալի եւ հույս ապագայի, լավ ապագայի։ Շնորհակալ եմ։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը։ Զրուցակիցս ադրբեջանագետ պատմական գիտությունների թեկնածու Գրիգորի Այվազյանն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։ Նրանք քուն ու հանգիստ չեն ունենա, միջև չվերացնեն հայկական պետականությունը, դա բացահայտ ցույց է տալիս, որ իրենց համար խաղաղության օրակարգը երբեք էլ գոյություն չի ունեցել։ Ամեն դեպքում ինչ է թաքնված Ալիևի նման ռազմատենչ հայտարարությունների հիմքում։ Անխուսափելի, մահաբեր, պատերազմի, աներկբա կանխերգանք է։
Սահմանապետը պետք է Տալատ Պաշայի։ Դու ձեր հորն ու մոր գլուխը կատարվի այլ նացիստներ։ Ինչ եք ուզում մեր ազգից։ Հանգիստ կտակ թե չէ Բաքուն եւ Ադրբեջանի ներկայիս տարածքների մեծամասնությունը ուտիկ, Արցախ, Փայտակարան, Նախիջևան, մեր հողերն են, մեր պատմական հայրենիքի անբաժանելի մասն են։ Մենք կվերադառնանք այդ հողերը, բայց մեքենաների вրա, դագաղների մեջ եք դուք պարկելու։ Пускай собираются, вот Ильхам Алиев знает, что в Карабах они вернутся, но не на нашей земле будут, а у себя на исторической родине, в Маньчжурии. Это ռազմավարի ուրակումը, դա նրան տունը քանդվի, բա խաղաղության ուրակարգ է, այդ ինչի համար է պահում։ Ներկայիս Ադրբեջանի ղեկավար մարդիկ հա ծագումով ասկի թուրքել չեն։ Ալիևյան կլանը քրդական է։ Բաքու անձամբ Բաքու քաղաքին, ինչ որ հիմա Բաքու է կոչվում, դա Բագարան ավանն էր Բագավան տարածքում։ Իլխամ Ալիևին միայն կարելի է մաղթել, որ ինքը շուտապույտ իջնի ջահննամը։